Abovyan փողոցով քայլում էինք. Yesterday we were walking on Abovyan Street. Արկեցին տարան ոստիկանները. The law enforcement took us away. They didn't even... shame on them. Shame on them. Yes, shame on them. Բայց ինչի տարան? But why they took us? Երևի մտածում էին, որ պիտի մոտենանք Պարոն Մակրոնին. Maybe they thought that we have to approach to Mr. Macron ու ասենք and say մենք դատապարտում ենք J'accuse Monsieur Macron. J'accuse Monsieur Macron. Europe cannot support a genocider of its own people. Եվրոպան չի կարող աջակցել իր իսկ ժողովրդի ցեղասպանին. French should not back a person who abuses constitution. Ֆրանսիան չի կարող պաշտպանել մեկին, ով խոստացել է խախտել սահմանադրությունը. He promised to intervene to religious organizations' life. Նա խոստացել է հեռացնել ամենայն հայոց կաթողիկոսին. Սա այդ Եվրոպան չէ. This is not the Europe that we grew up with its ideas and values. Եվրոպան սպանում է իր իսկ երեխային. Europe is killing its own child. Ինչ էր Արցախը? What was Artsakh? Wasn't it 12 k square meter land of prospering democracy? Artsakhum ժողովրդավարություն էր զարգանում. They changed 5 presidents. 5 նախագահ էր փոխվել. Իշխանական ճյուղերը անկախ էին իրարից. The branches of power were independent. Rights of minorities were protected. Ազգային փոքրամասնությունների իրավունքները պաշտպանված էին. Նույնիսկ ադրբեջանական մշակույթը, նրանց մզկիթները պահպանված էին. Even the mosques, Azerbaijani mosques were protected. And now Europe agreed to handle democratic land in our Mother Earth to a dictatorship country where one family is ruling for 30 years. Եվ Եվրոպան համաձայնեց ժողովրդավար երկիրը հանձնել բռնապետական Ադրբեջանին, որտեղ 30 տարի է նույն իշխանությունն է, որտեղ ազգային փոքրամասնությունների առաջնորդները սպանվում են բանտերում, թալիշների առաջնորդները, where the leaders of minorities are killed in jails, the leaders of Talish people, որտեղ 17 տարեկան երեխային սպանում են, որովհետև բացահայտում է ոստիկանության թմրանյութերի առկու վաճառքը. Where 17 years old kid was killed because he found the drug market of policemen. And now those political military leaders that are in jail in Baku, եւ հիմա այն ռազմաքաղաքական ղեկավարները, որոնք հիմա Բաքվում նստած են, they are not just there because of Armenian issue. Նրանք այնտեղ չեն միայն հայերի խնդրի համար, միայն հայ լինելու համար. Նրանք այնտեղ են, որովհետև նրանք կառուցում էին ժողովրդավարություն. They were there because they were constructing democracy. Բաքվում այսօր նստած է ժողովրդավարությունը.
In Baku, democracy is in the jail. Եվ այդ մարդկանց ազատելով է, որ ժողովրդավարությունը վերածնվելու է եւ աշխարհի կարգ ու կանոնը հաստատվելու է. And freeing these people, democracy will return. Այնպես որ, սիրելի հայրենակիցներ, մենք որ այստեղ կանգնած ենք, միայն հայրից իրավունքների համար չի որ կանգնած ենք, մենք այստեղ ենք աշխարհի կարգ ու կանոնը հաստատելու եւ ժողովրդավարությունն ու մարդասիրությունը աշխարհում տարածելու եւ դա մենք անելու ենք մեր խիզախ պատաններին ազատվելով. Stand for democracy! Stand for democracy! Stop your atrocity! Stand for democracy! Stand for democracy! Stand for democracy! Stop your atrocity! Stop your atrocity! Շնորհակալություն ազատություն քաղբանտարկյալներին եւ պատաններին։